Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Մանասյանը մեկ օր անց պատասխանել է Վարդանյանին, ինչ լիազորություններ ունի մարդու իրավունքների պաշտպանը։ Արցախի հոգևոր կենտրոններից մեկը անհետացել է Ստեփանակերտի բարձունքից, ինչ է կատարվել Ստեփանակերտում։ Եվրամիությունը 2 տարով նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայի Հայաստանում, ինչ է անելու Եվրամիությունը Հայաստանում, ինչ դեր ունի այս ամենում գործող իշխանությունը։ Պատերազմ, բանակցություն, թե նոր լարվածություն, ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մեկ օր անց արձագանքել է Բաքվից իրեն ուղղված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակին։ Մանասյանը նշել է, որ իր լիազորությունները սահմանափակ են և վերաբերում են միայն Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններին։ Այսինքն կարող է զբաղվել միայն այն դեպքերով, երբ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները կապված են Հայաստանի ներսում գործող պետական կառույցների հետ, անկախ նրանից, թե ով է տվյալ անձը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով գործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության մի հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանը Բաքվի բանտից դիմել էր Մանասյանին, խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցում փոխանցված դիմումում Ռուբեն Վարդանյանը պատմել էր, որ հանդիպել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հետ, բարձրացրել իր և մյուս հայ բանտարկյալներին վերաբերող կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական հարցեր։ Նրա խոսքով ադրբեջանցի պաշտոնյան պատմել է, թե հայ պաշտոնակցի հետ արդեն քննարկել է գերիների ընտանիքների Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը Վերոնիկա Զոնաբենդը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը եւ այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական, ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջեւ։ Այս առումով խնդրում եմ ձեզ հրապարակավ պատասխանել հետեւյալ հարցերին։ Արդյոք քննարկվելու է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ Ինչպես է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։ Ձերբակալության պահից սկսած ձեր ղեկավարած հաստատությունն ինչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Ռուբեն Վարդանյանի նամակին անդրադարձել է նաև նրա միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նրա խոսքով Բաքվի բանտում անօրինական պահվող Վարդանյանն ավելի շատ է մտահոգված գերիների ճակատագրի և նրանց ընտանիքների իրավունքների համար, քան Հայաստանի պաշտոնական կառույցները։ Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ իր կամքից անկախ բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը։ Անհավանական է, Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները։ Ինչպես կարող է տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը ոչ։ Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են։ Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ։ Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, եւ այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը։ Ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն եւ անցնել գործի։
Իսկ արցախցի մեր հայրենակիցները ահազանգ են հնչեցնում, որ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի ամենամեծ մայր տաճարը։ Ստեփանակերտի բարձունքից քաղաքը հսկող Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, որը տարիներ առաջ կառուցվել է որպես հավատքի եւ վերածննդի խորհրդանիշ, վերջին շրջանի արբանյակային կադրերում եւ տեսանյութերում չի երևում։ Ինչպես եւ երբ է կառուցվել Ստեփանակերտի հոգեվոր հսկան, ռեպորտաժում։ 20 տարի առաջ Ստեփանակերտի բարձունքներից մեկում դրվեց Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հիմնաքարը։ Այս հոյակապ կառույցի ծրագիրը կյանքի կոչվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։ Քաղաքն այդ ժամանակ եկեղեցի չուներ, բայց կառուցվող տաճարի զանգերը պիտի հնչեին բարձունքներից, խորհրդանշելով համայնքի հոգևոր վերածնունդը։ Մարդիկ գալիս ժամերով հերթ են կանգնում, դա գիտեք, խոչընդոտ էլի հավատացյալ մարդկանց համար։ Սա կթեթևացնի այդ բեռը։ Նախ հոգևոր կյանքը կաշխուժացնի, սա էլ կլինի մի նոր լավ միջոց պայքարելու ընդդեմ աղանդավորների կամ մոլորվածների։ 13 տարի տևեց Ստեփանակերտի մայր տաճարի կառուցումը, որը կոչված էր դառնալու քաղաքի ճարտարապետական եւ հոգևոր կարևոր կենտրոններից մեկը։ Տաճարը, որի ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է, աչքի էր ընկնում իր տպավորիչ չափերով՝ 35 մետր բարձրությամբ, 24 մետրանոց զանգակատնով։ Հիմնարկեքի օրվանից 13 տարի անց 2019 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման տոնին տաճարը հանդիսավորությամբ օծվեց կրկին Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Մենք հավատում ենք, որ այս եկեղեցին իր օրհնության ներքո պիտի համախումբ պահի մեր ազգի զավակներին, նրանց պիտի ոգեշնչի նոր իրագործումների, նոր հաղթանակների։ Այժմ հսկայական տաճարը, որը կարծես վերևից հսկում էր Ստեփանակերտը, այլևս չկա։ Ադրբեջանցի վանդալների թիրախում հայտնվել է նաև այս եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հրապարակել է փաստեր, ըստ որոնց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնահատակ ավերվել է։ Տաճարի ավերումը, ըստ Ավանեսովի, պատահական չէ, սա նպատակային քաղաքականություն է Արցախում հայկական հետքերը վերացնելու համար։ Տաճարի ավերումը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին եւս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։ Ավանեսովի խոսքով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը միակ դեպքը չէ։ Նա նշում է, որ համացանցում հայտնված տեսանյութերի եւ արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը թույլ է տալիս խոսել նաեւ առնվազն եւս 6 եկեղեցիների հիմնահատակ ավերման մասին։ Թեմային անդրադարձել է նաև ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա հայտարարել է, որ պաշտոնական Հայաստանը իր ձևակերպմամբ պատասխանատվությունից խուսափելու փոխարեն պետք է հետևողական լինի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում։ Պաշտոնական Հայաստանն ու պաշտոնական Բաքուն անասելի սինխրոնությամբ են աշխատում, մեկ տարբերությամբ։ Փաշինյանն այս դուետում կատարածուն է, Բաքվում եւ Անկարայում գրված սցենարը կյանքի կոչողը։ Գետնի երեսից բառի սուղիղ իմաստով Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում ջնջում է Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը, իսկ Երևանում Փաշինյանը շտապում է պաշտպանության տակ առնել իր խաղաղասեր եւ բարեկիրթ գործընկերոջը, հայտարարելով, թե իմ հոգսը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձաններն են։ Սա հերթական կանաչ լույսն է ցեղասպանի համար։ Օկուպացված Ստեփանակերտում մայր տաճարի ոչնչացումը խստորեն դատապարտել է Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը։ Ուղեղային կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցու ոչնչացումը նպատակային հարված է հայկական քաղաքակրթական ներկայությանը եւ Արցախի պատմամշակութային հիշողությանը։ Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային մշակութային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին եւ պատասխանատու պետություններին անհապաղ փաստագրել կատարված հանցագործությունը, պահանջել միջազգային մոնիտորինգային առաքելության մուտք Արցախի օկուպացված տարածքներ, կիրառել հասցեական, քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Ադրբեջանի նկատմամբ, արձանագրել, որ հայկական ժառանգության ոչնչացումը տարածաշրջանում կայուն, երկարատև, արդար եւ համապարփակ խաղաղությունն արգելակող հակամարտկային քայլ է։
Եվրամիությունը Հայաստանում 2 տարով նոր քաղաքացիական առաքելություն է տեղակայելու։ Խոսքը մի խմբի մասին է, որը հիմնականում զբաղվելու է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարով։ Ըստ Dolce Vele-ի, սա լինելու է արդեն գործող մոնիթորինգային խմբի շարունակությունը, որի տեղակայման ժամանակահատվածը համընկնում է առաջիկա խորհրդարանական ընտրության հետ։ Պաշտոնական հայտարարության համաձայն եվրոպացի մասնագետները կկենտրոնանան արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի վրա։ Ինչ է անելու Եվրամիությունը Հայաստանում, ինչու է դա անում հենց հիմա եւ ինչ դեր ունի այս ամենում գործող իշխանությունը, Սեդա Գյուրեղյանն է պատմում։ Եվրոպայի ակտիվությունը Հայաստանում ընտրական շրջանի նախաշեմին աստիճանաբար ավելի նկատելի է դառնում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Եվրամիության արագ արձագանքման խմբի տեղակայում ֆինանսական աջակցություններ դիմակայելու ընտրությունից առաջ հիբրիդային սպառնալիքներին։ Քաղաքագետները սրանք չեն համարում հերթական քաղաքական իրադարձություն։ Եվրամիության համար խաղադրույքը չափազանց մեծ է։ Այդ խումբը Եվրամիության համար քաղաքական դիրքերի պայքարի կարևոր գործիքներից մեկն է դիտվում, հաշվի առնելով թե նախընտրական շրջանը, որը ավելի շուտ իմ կարծիքով օգտագործվում է առիթ որպես, որովհետև կարծես թե այդ որոշման մեջ խոսվում է 2 տարով տեղակայման մասին, այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ նախընտրական շրջանով չէ, որ սահմանափակվում է խմբի տեղակայումը։ Վրաստանի հետ լարված հարաբերություններ ունի Եվրամիությունը, Ադրբեջանն էլ Բրյուսելի հետ հավասար դիրքերից է խոսում։ Հայաստանը դարձել է Եվրոպայի այլընտրանքը Կովկասում դիրքերն ամրապնդելու համար։ Եվրամիության համար կարևորը Երևանին սեփական նարատիվները թելադրելն է, պնդում է քաղաքագետը, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենից հարմարն է այս մտադրությունն իրագործելու համար։ Բրյուսելին ոչինչ չի մնում, քան ամեն գնով Փաշինյանի վերարտադրությանը նպաստելը։ Որտեղ եթե փոխվեց իշխանություն, այդ իշխանությունը ավելի ինքնավստահ եւ ուժեղ կլինի, հետեւաբար Եվրամիությունը չի կարող քաղաքական իր օրակարգը այդպես միարժեք թելադրել այդ իշխանությանը։ Ձերբակալություններ, ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ այս ամենը Արարատ Միրզոյանի ու Կայա Կալասի հանդիպումից 2 օր անց։ Քաղաքագետները սա պատահականություն չեն համարում։ Եվրոպան նման քայլերով լոյալություն է պահպանում, նախընտրական գործընթացներում սպասարկելով ներկա իշխանության շահերը։ Եվրոպան արժեքորապես թքած ունի թե ժողովրդավարության, թե այն իրենց հիմնական դրույթների, որոնք իրենք առաջ էին տանում։ Եվրոպան դիտարկում է Հարավային Կովկասը ամբողջության մեջ եւ դիտարկում է բացառապես որպես 2 հիմնական նարատիվների առաջ տանող։ Առաջինը դա հակառուսական պլազդան ձևավորելն է, ինչի շուրջ եվրոպացիները շատ ակտիվ աշխատում են Հայաստանում։ Եվ երկրորդը իրանական, ռուսական, ասենք ասենք վերահսկողությունից զատ առևտրատնտեսային եւ էներգետիկ ալտերնատիվ մարշրուտների ձևավորումը։ Եվրամիության համար Կովկասի կարևորությունը ռազմավարական է։ Բրյուսելը չի կարող բաց թողնել դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան դուրս գալու հնարավորությունը, ուստի չի բավարարվում միայն Հայաստանում ընտրական շրջանով։ Դեսպանների մակարդակով հավանություն ստացած ծրագրով արագ արձագանքման խումբը 2 տարով է որոշել տեղակայվել Հայաստանում, ինչը քաղաքագետների պնդմամբ անխուսափելի է դարձնելու պաշտոնական Երևանի ներքին քաղաքականության եւ ինստիտուտների վրա ազդեցությունը։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ներքաղաքական կյանքում կրքերը թեժանում են։ Հայտնի է, թե ովքեր են գլխավորելու ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը։ Դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսնակը ներկայացրել է ցուցակում ընդգրկված տեխնացուների անունները։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին հնգյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը։ Քաղաքական գործակցության մասին պայմանավորվածություններ են ձեռք բերել ապրելու երկիր կուսակցությունն ու ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Կողմերը ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է միավորել քաղաքական, կազմակերպական եւ մարդկային ներուժը առաջիկա խորհրդարանական ընտրությանը միասնական մասնակցելու համար։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի եւ Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում։ Եվ որպես ապագա իշխանություն, եւ որպես հայորդի
ում համար ազգային արժանապատվությունը եւ հայրենասիրությունը անձնական առաջնահերթություններ են։ Մենք ուրախ ենք, որ ապրելու երկիր կուսակցությունը Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված ապրելու երկիր կուսակցությունը միացել է մեզ։ Կուսակցության ծրագրային մասում շատ բաներ մենք ունենք ընդհանուր եւ մի բանը, որի վրա պարոն Առաքելյանի հետ զրույցների ժամանակ մենք շեշտ ենք դրել, պարոն Առաքելյանն էլ ասեց, մենք էլ ենք կրկնել, որ Բաքվում պահվող հայ բոլոր գերիները պետք է լինեն տանը։ Նրանք այնտեղ են հայ լինելու համար եւ հայրենասեր լինելու համար։ Սա մեր համար ընդհանուր քաղաքականություն է։ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից արած վիրավորական արտահայտություններին, որոնք ուղղված էին ընդդիմությանը։ Նրա խոսքով երկրի ղեկավարը դարձել է մեմ եւ դա ըստ նրա հպարտանալու պատճառ չէ։ Վաղուց է հայտնի, որ մեր երկրի վարչապետը հատել է վարչապետին վայել կեցվածքի շատ գծեր։ Աշխարհում մենք մեր երկրի առաջնորդը մեմ է դարել։ Ինստագրամում մեմ է մեր երկրի առաջնորդը, օտար երկրներում, դա հպարտանալու բան չի։ Չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել սեփական երկրի քաղաքացիների հանդեպ։ Միջազգային լրահոսից։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր բանակցությունները դեռ հարցականի տակ են։ Իրանական աղբյուրները փոխանցում են, որ Թեհրանը չի պատրաստվում մեկնել Իսլամաբադ նախատեսված հանդիպմանը մասնակցելու համար։ Գրեթե միաժամանակ ամերիկյան կողմն էլ է փոխում ծրագրերը, հայտնում, որ Իսլամաբադ այցը չեղյալ է հայտարարել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ հարցը դեռ քննարկման փուլում է։ Նրա խոսքով պատճառը ամերիկյան կողմի հակասական հայտարարություններն ու, ինչպես Բաղային է նշել, անընդունելի գործողություններն են։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զառա Սարգսյանը։ Ես կերկարաձգ եմ հրադադարը միջև այն պահը, երբ Իրանն իր առաջարկը ներկայացնի եւ բանակցություններն ավարտվեն, այս կամ այն արդյունքով, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելուց հետո։ Հաշվի առնելով, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է եւ որ Պակիստանի միջնորդները դիմել են մեզ Իրանի դեմ մեր հարձակումը ժամանակավորապես կասեցնելու համար, ես հանձնարարել եմ մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը, ասել է նա։ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է, ուստի նաև հրադադարի ռեժիմի խախտում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Օմանի ծոցում իրանական առևտրային նավի հարվածելը եւ դրա անձնակազմին պատանդ վերցնելը նույնիսկ ավելի լուրջ խախտում է, ասել է նա։ Իրանում մահապատժի են ենթարկվել մի տղամարդ Թեհրանում մզկիթ հրկիզելուն մասնակցության եւ հունվարյան հակակառավարական ցույցերի ժամանակ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցելու համար։ Ամիր Ալի Միրջաֆարի անունով տղամարդը կախաղան է հանվել երեքշաբթի։ Իսրայելի բնակչությունը 2 րոպե անշարժ կանգնել է զոհված զինվորների հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս տարի Իսրայելի պատերազմներում զոհվածների հիշատակի օրը նշվել է ապրիլի 20-21-ին։ Միջոցառումներ են տեղի ունեցել երկրի տարբեր ռազմական գերեզմանատներում։ Պատմական շրջադարձ երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման արգելքը, նշանավորելով շեղում երկրի խաղաղասիրական քաղաքականությունից։ Փոփոխությունը հնարավորություն է տալիս երկրին արտահանել ռազմանավեր, հրթիռներ եւ այլ զենքեր։ Նշենք, որ Ճապոնիան հրաժարվել է պատերազմից համաձայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր խաղաղասիրական սահմանադրության 9-րդ հոդվածի։ Ավտոճանապարհ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև։ Երկու երկրների սահմանին Տուման նայագետի վրայով կամուրջ է կառուցվել։ Սա առաջին դեպքն է, երբ երկու երկրների միջև ավտոմոբիլային հաղորդակցություն է հաստատվում։ Ներկայում գոյություն ունի միայն երկաթուղային կապ։ Կամրջի բացումը նախատեսված է այս ամռանը։ Եթե Ուկրաինան, Թուրքիան, Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան լինեին Եվրամիության անդամներ, դուք կունենայիք աշխարհի ամենաուժեղ բանակը, այն կդառնար աշխարհի ամենաուժեղ դաշինքը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեծ Բրիտանիայում կտեղադրվի Եղիսաբեթ II թագուհու արձանը, որտեղ նա ներկայացված է երիտասարդ տարիքում։ Թագուհու 100-ամյակի արդիվ արված հուշարձանը կկանգնեցվի Սուրբ Ջեյմսի այգում։ Թագուհու արձանին կկանգնեցվի նաև նրա ամուսնու Արքայազն Ֆիլիպի ավելի փոքր արձանը։ Արքայազն Ֆիլիպը ներկայացված կլինի ռազմածովային համազգեստով իր ավելի քան 70 տարվա կնոջը նայելիս։
Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։